Ներդրումային բոլոր կանոններն ու երաշխիքները մեկ փաթեթում։ Ներդրումների մասին նոր օրենքի նախագիծը սահմանում է խաղի հստակ կանոններ թե տեղական, թե օտարերկրյա ներդրողների համար, պաշտպանության մեխանիզմներից եւ ազատություններից մինչեւ ներդրումային խթանների իրավական հիմքեր։ Նախագիծը սահմանում է խտրականության բացառման երաշխիքը երկու հայտնի բաղադրիչներով, ազգային ռեժիմը, ըստ որի օտարերկրյա ներդրողներ ունեն տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ եւ պարտականություններ եւ առավել բարենպաստության ռեժիմը, ըստ որի Հայաստանի Հանրապետությունում բոլոր օտարերկրյա ներդրողներն համանման հանգամանքներում ունեն հավասար իրավունքներ, այսինքն օտարերկրյա ներդրողն իրավունք ունի ակնկալելու Հայաստանի Հանրապետությունից այն նույն բարենպաստ վերաբերմունքը, որը Հայաստանի Հանրապետությունում կիրառում է որևէ այլ օտարերկրյա ներդրողի նկատմամբ։ Հարկային օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը վերաբերում է ոսկեգործությանն ու ադամանդագործությանը։ Այն կնպաստի արտոնյալ միջավայրի ձևավորմանը։ Գործող օրենսդրության համաձայն, թեև ոսկու եւ թանկարժեք քարերի օտարումը ազատված է ավելացված արժեքի հարկից, այդուհանդերձ, երբ դրանց օգտագործմամբ ստեղծվում է, արտադրվում է ոսկյա իր, ապա այդ ոսկյա իրի օտարումը ընդհանուր սահմանված կարգով ենթակա է ավելացված արժեքի հարկով հարկման։ Վերջնարդյունքում փաստացի ստացվում է, որ ոսկյա զարդի պատրաստման համար օգտագործված ոսկին եւ թանկարժեք քարերը առանձին վերցրած լինելով ավելացված արժեքի հարկից ազատված հումքատեսակներ հարկվում են ի վերջո ավելացված արժեքի հարկով։ Առաջարկվում է արտադրողների համար ավելացված արժեքի հարկը հաշվարկել ոչ թե արտադրանքի ամբողջ գնի հաշվով, այլ դրանից նվազեցնել ոսկու եւ թանկարժեք քարի արժեքը ու փաստացի հարկել լրացուցիչ ստեղծված արժեքը։ Իսկ բոլոր այն դեպքերում, երբ որ վերավաճառողը տարբերվում է արտադրողից, վերավաճառողի համար էլ ասում են, որ քեզ համար ավելացված արժեքի հարկով հարկման բազա կլինի ոչ թե քո կողմից նշանակված վաճառքի վերջնական գինը մանրածախ ցանցում, այլ այդ գնի եւ արտադրողին վճարված գնի տարբերությունը, այսինքն ըստ էության վերավաճառքի փուլում ստեղծվող նոր արժեք, այո, առևտրային վերադիրը։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վավկեն Թունյանը հետաքրքրվեց գերփոքր բիզնեսի հարկային ռեժիմից։ Կարող ենք ասել, որ միկրոբիզնեսը 0% հարկով է աշխատում, հարց բարձրացրեց նա։ 2020 թվականի հունվարի 1-ից համակարգը ներդրված է, եւ միկրոձեռնարկատերերը շահութահարկ, ավելացված արժեքի հարկ կամ շրջհարկ չեն վճարում։ Բացառություն է վարձու աշխատողի հարկը, որը ոչ թե բիզնեսի, այլ փաստացի աշխատողի հարկն է։ Մեր ակտիվ հարկ վճարողների այս պայդրությամբ ամենաթարմ տեղեկատվությամբ ավելի քան 36%-ը, որը թվականակով շուրջ 54,000 տնտեսավարող սուբյեկտներ են, հնարավորություն ունեն այս համակարգում գործել առանց հարկեր վճարելու եւ ինչն է կարևոր, որ նրանց նկատմամբ իրականացում է չափազանց մեղմ վարչարություն։ Ըստ էության միակ պահանջը, որ կա, իրացման շրջանառության իրական ծավալները հայտարարագրելն է, այդ թվում հսկիչ դրամարկային մեքենաներով, որպեսզի վստահ լինենք, որ իրացման շրջանառությամբ չի հատվում արտոնյալ շեմը 24 միլիոն դրամը տարեկան, որը կրկին բավական բարձր շեմ է, այսինքն մեկ օրվա հաշվով դա մոտավորապես 65-70 հազար դրամ է։ Քննարկված հարցերի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական էր։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։